Խոսքը սրա մասին է։ Ես անձամբ հանձնաժողովի նախագահ Մեսրոպյանին ազգային ժողովում մի քանի անգամ խնդրել եմ հստակ հայտարարել, որ աշխատավարձերը, որոնք այսպես ստատուսների թեմա էին դարձել ՔՊ պատգամավորների, որ վայ 10,000 $, աշխատավարձ են ստացել, ձեր հաշվին դրա համար էլեկտրաէներգիայի սակագինը բարձր եք վճարել, դա չի մտնում իրականում սակագնի մեջ։ Մեսրոպյանն ասել է, որ քանի որ վարույթ է ընթանում, ինքը իրավունք չունի նման բան հայտարարել, չի կարող հայտարարել եւ այլն։ Միակ կասեք, այս առումով ինքը զուտ վախենում է հստակ իրերի կանոններով կոչել, թե իսկապես ներողություն եմ խնդրում։ Տասնյակ տարիներ հանձնաժողովի կողմից ամեն տարի հաստատվող թիվը ասել է ինչ կապ ունի վարույթի հետ։ Ամեն տարի իրենք աշխատավարձային ֆոնդ են տալիս հեծին, որը մտնում է սակագնի մեջ։ Այն որ ասում է Սամվել Կարապետյանը իր գրպանից այդ ֆոնդից ավել է վճարել, որպեսզի կրճատում չանի։ Խոսքս դրա մասին էր։ Օրինակ X գումար հանձնաժողովը սահմանում մտցնում է սակագնի մեջ։ Հիմա դրանից ավել ասում է սեփականատեր ջան, ինչքան ուզում ես մարդ պայի, քո խնդրեմն է, քո փողն է։ Կարապետյանը մոտարապես 1.5 միլիարդ 1.8 միլիարդ ամիս 150 միլիոնի կարգի ավել տալիս էր, որպեսզի այդ աշխատողներին չկրճատեն։ Իմիջիալոց միջի հիմա դա շարունակում է, աշխատող չի կրճատվել։ Կարապետյանը չի, ախր հիմա որ ասեմ, կասեն գովում է։ Հիմա այդ մարդը չի հրաժարվել դեռևս։ Ես իրան որպես մարդ հասկանում եմ, որովհետև ինքը դա չի արել կամ հիմա չի անում, որ իշխանություններից այսպես մուռ անի։ Ինքը ապացուցում է, որ ես իհարկե չի ենթարկվում։ Այսինքն Ռոմանոս Պետրոսյանը հնչանալի նախագահի չի ենթարկվում։ Իհարկե չի ենթարկվում։ Ենթարկվելու պարագայում ինչ է նշանակում այս պահվածքը։ Ես լինեի հանձնաժողովի նախագահ նշանակեի կառավարիչ, կանչելու է ասել եղբայր, դու կառավարիչ ես, գնա գործը տարա, բեր ներկայացու ինչ ես արել։ Դե հիմա եթե այս իշխանական իերարխիայում հասկանանք ով ով պատկերացնենք, չէ՞։ Դե ես դրա համար եմ ասում, ո՞նց եք պատկերացնում ենթարկվի էլ։ Դուք ասացիք, որ այդ աշխատավարձային ֆոնդը դեռևս պահպանվում է, այսինքն Սամվել Կարապետյանը շարունակում է վճարել, այստեղ իր միջոցներից սնվում է Ռոմանոս Պետրոսյանը իր նշանակած կադրը։ Նու այդ եկեք գումարով ասենք, իրենք էլ կարող ասեն վերջի 150 աշխատողն է սնվում, էլի, նկատի ունեմ ընդհանուր գումարով։ Քանի որ ֆորս մաժոր է, հեծի ճակատագիրը ֆորս մաժորային էր եւ ինքը քաղաքական բնույթ էր կրում ակնհայտորեն։ Կային ներդրումային ծրագրեր, որոնք պիտի իր ժամկետի համար շարունակվեն։ Դրանք շարունակվում են, որոնք են շարունակվում անկախ այն հանգամանքից, որ դուք չեք ղեկավարում, այլ այդ կառավարիչը ՔՊ-ից Ռոմանոս Պետրոսյանն է։ Ոչ մի բան չի փոխվել։ Չի փոխվել այնքանով, այսինքն մենք ոչ մի բան չենք փոխել, լավ այսպես ասեմ։ Կառավարիչը մերն բնականon շարունակվում են։ Տեսեք, հիմա իրավունք մենք ոչ մի բան չենք փոխել, կառավարիչը կարող է բաներ փոխել, այդ լիազորությունը տրված է իրեն։ Կարող է ներդրումային ծրագրում փոփոխություն, իմիջիայլոց դիմել է տնօրենների խորհրդին մերժել փոփոխություն կատարել ներդրումային ծրագրում։ Բայց որոշակի փոփոխություններ կարող է անել, ունի այդ լիազորությունը։ Իմ ասածը հետեւյալն է. տաշիր կապիտալի կողմից ոչ մի բան չի փոխվել։ Ուղղակի այդ ամբողջը կառավարում է այլ մարդ, որը որևիցե կապ չունի սեփականատիրոջ հետ։ Պարոն Բազենյան, հեծի շուրջ ստեղծված սկանդալի ժամանակ Տաշիր գրուպից կամ Սամվել Կարապետյանի անունից ես այս բանը հստակ չեմ կարող ասել, գուցե Նարեկյանից իջեց հայտարարություն, որ եթե հիշում եք Նիկոլ Փաշինյանը այսպես հրապարակային գործարք առաջարկեց գրառում անելով հեծի բոլոր աշխատակիցներին, որ գործ տվեք, եկեք համագործակցեք եւ ձեզ համար շատ լավ կլինի, միևնույն է շուտով ամեն ինչ փոխվել է եւ դուք դեռևս այդ ժամանակ տնօրենի պաշտոնակատարն էիք։ Եվ դրանից հետո արդեն process-ները շատ արագ զարգացան, դուք դուրս եկաք եւ մնացածը դուրս եկան եւ կադրային ջարդ սկսվեց։ Այդ ժամանակ ձեր պատասխան հայտարարության մեջ կամ ավելի վաղ հնչած հայտարարության մեջ Տաշիր գրուպի հնչել էր այսպիսի միտք, որ ձեր քրիստոնեական համոզմունքներին եւ ձեր կամքին, եթե դեմ գործողություններ լինեն, իմացեք, որ տեր ենք այսպես ասած եւ պատրաստ ենք դրանք փոխհատուցել։ Նախ ձեր պատճառով եւ հենց Սամվել Կարապետյանի պատճառով ինչքան մարդ հանվեց, քանի թվով էլի ղեկավար կազմ եւ աշխատակազմ, ինչքան մարդը հանվել համակարգից եւ նրանք այս պահին այսպես ասած ձեր աջակցության մեջ են կամ չգիտեմ ոնց է բառը ձևակերպում։ Բարձր հարց։ Եվ նրանք իրավական գործընթաց սկսել են իրենց ապօրինի ազատումների եւ մնացած գործընթացներով փորձել են վերականգնվել եւ այդ գործընթացը էլի
կառավարվում է, թե ամեն մարդ ինքն իրենով մտել է դատարան։ Ոչ, ուրեմն ինչպես խոստացել էինք այն ժամանակ, այն մարդիկ ումից որ պահանջում են դիմում գրել, անձը դիմում չի գրում, որովհետև հակաօրինական է իրեն հեռացնում են, մենք ապահովում ենք աշխատանքով։ Թիվը չեմ կարող ասել, վերջի անգամ 50 անցել է հաստատ։ Իրենք ախր ինչ են, շատ խելոք են, իրենց պետք է յուղոտ պաշտոնները։ Այսինքն իրենք իրացման ճարտարագետ ազատեն 152,000 դամիջներին է պետք։ Այսինքն աղմուկը ավելի շատ է լինելու, քան տված օգուտը։ Իրենք ազատում են, օրինակ հիմա չեմ պատկերացնում, շրջանային էլեկտրոցանց բոլոր մասնաճյուղերի պետերի չէ, մի հոգի մնացել է։ Մի հոգի։ Քանի Անունը չտակ կազատ է։ Չէ, չեն ազատ։ Հաստատ չեն ազատ։ ազատ։ Բանը մի ստիպեք էլի դες բաներ ասել, վերջում մեր կոլեկտիվ։ Տրամաբանությունն է հուշում, որովհետև Շրջանային իրենք չեն ներկել, որ բոլորին հենց 3-րդ օրվանից կանչել են եւ ասել են դուք պիտի մեր քաղաքական գաղափարներ կրեք։ Գիտեք, մեր